պետք է իրեն թույլ չտա որևէ միջամտություն ցուցաբերի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործերին։ Այդ արգելքը վերաբերում է բոլոր եկեղեցիներին, բոլոր կրոնական կազմակերպություններին, բայց առավել եւս դա վերաբերում է այն ազգային եկեղեցուն, որը հատուկ դերը Հայաստանի Հանրապետությունը սահմանադրության եւ օրենքի մակարդակով ճանաչել։ Այն գործողությունները, որոնք որ կատարում է Փաշինյանը, դուրս են սահմանադրական կարգից, որովհետև նա լիազորված չէ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ միջամտել մասնավորապես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներքին ինքնավարությանը գործերին։ Մեր սահմանադրության 41-րդ հոդվածի 4-րդ մասը նաև հստակ սահմանում է, որ կրոնական կազմակերպությունները ունեն ինքնավարություն։ Այսինքն բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին, իսկ դրա մեջ առաջին հերթին մտնում է նվիրապետությունը, եկեղեցու սպասավորների եւ պաշտոնատար անձանց նշանակման, ազատման եւ այլն կարգը, այդ բոլոր հարցերը դուրս են պետական որևէ մարմնի հայեցողությունից։ Իսկ պետական մարմինները, ըստ մեր սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի, իրավունք ունեն կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար իրենք լիազորված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Ուստի այստեղ որևէ կասկած չկա, որ Փաշինյանը իր գործողություններով, իր արտահայտություններով ուղղակիորեն միջամտում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործերին եւ դրանով նախախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության իմ մատնանշած հոդվածները։ Տեսեք, այստեղ հակափաստարկ է հնչում եւ ասում են, այ եկեղեցիներ խառնվում են քաղաքականությանը, բայց իրենք ինչու են քաղաքական հայտարարություններ անում։ Նույնիսկ եթե ընդունենք այդ պնդումը, որ եկեղեցին ուրեմն խառնվում է քաղաքականությանը, Փաշինյանի նպատակադրությունը դրանում չի կայանում։ Նա չի ասում, որ ես պաշտպանվում եմ եկեղեցու քաղաքական հարցադրումներից, այլ ինքը ունի լրիվ ինքնավար նպատակ։ Հայաստանի սահմանադրությունից վերացնել մեր ազգային եկեղեցու առանձնահատուկ դերը, հասնել մի այնպիսի իրավիճակի, որ հայրապետը հրաժարական տա եւ կաթողիկոս ընտրել է այնպիսի մի անձի, որը իր քիմքին հարմար է։ Սա է Փաշինյանի նպատակը։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ եկեղեցին ուրեմն միջամտում է քաղաքական գործերին, ապա եկեղեցին իրավունք ունի քաղաքական հարցերի շուրջը, հատկապես երբ որ դրանք վերաբերում են մեր ազգային պետականության գոյությանը, իրապես արտահայտելու իր կարծիքը։ Կարծիք արտահայտելը չի նշանակում, որ դու միջամտեցիր կառավարության գործերին, պետական գործերին։ Այդտեղ որևէ խնդիր չկա։ Եթե Փաշինյանը սահմանափակվեր այս կամ այն թերությունները մատնանշելով, իր կարծիքով թերությունները մատնանշելով եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերեր եկեղեցու նկատմամբ, նման արտահայտությունները կարող էին տեղ ունենալ, բայց Փաշինյանը անցել է ցինիկաբար բոլոր այն կարմիր գծերը, որոնք վերաբերում են եկեղեցուն։ Եվ եթե մենք լսում ենք Փաշինյանի խոսույթը եւ Փաշազադեի խոսույթը, դրանք իրարից չեն տարբերվում։ Հետևությունները ինքներդ կարճ բանել հարցնեի, որ դուք գնաք շատ կարճ։ Հիմնավորումը էսա, որ փաթեթավորում, ասում եմ, մենք հարցը բարձրացնում ենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց գործում է որպես վարչապետ։ Ինքը գործում է որպես վարչապետ, ինքը ստեղծում է մի հանձնաժողով, որը որ իր կարծիքով պետք է կարողանա կաթողիկոս ընտրել, այսինքն պաշտոնատար անձ հանդիսացող Փաշինյանը, թեկուզ որպես մոլերանտ քրիստոնյա, իրավունք չունի հակաեկեղեցական քայլեր ձեռնարկել։ Եթե մենք վերցնում ենք իրեն միայն որպես մասնավոր անձ, նա դուրս է գալիս եկեղեցու կանոնների դեմ, որովհետև մեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ունի հստակ կանոններ, թե որ դեպքում միայն կարող է տեղի ունենալ կաթողիկոսի ընտրություն։ Մեկ կարճ հարց դա կարող է հանդիսանալ նրա համար, որ վեհափառը միջազգային հանրությանը, միջազգային բեմերում ներկայացրել էր արցախցիների պաշտպանության մասին։ Միանշանակ, քանի որ մեր եկեղեցին, մեր հանրային իշխանության մարմինների, մեր ազգային ինքնությունը պահպանելու հարցերում չգոյությամբ
պայմանավորված կաթողիկոսը կատարել է նման հայտարարություններ եւ Արցախահայության իրավունքների պաշտպանության մեջ ինչ որ կրիմինալ մանգալ կարող է լինել միայն Փաշինյանի հիվանդ ուղեղում երևակայության մեջ